Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime հաղորդումը, որտեղ մենք ներկայացնում ենք առողջապահության ոլորտի նորությունները, մասնագետների խորհուրդներն ու օգտակար տեղեկատվությունը պարզ եւ մատչելի լեզվով։ Այսօր անդրադառնալու ենք մի զգայական թեմայի՝ մանկական քաղցկեղին։ Առողջապահական օրացույցում փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Օր, որը մեզ հիշեցնում է, որ մանկական քաղցկեղը ոչ միայն բժշկական խնդիր է, այլ համաշխարհային պատասխանատվություն։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, Ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Մանկական քաղցկեղը թեմա է, որի մասին խոսելը շատ դժվար է, բայց լռելն ավելի վտանգավոր է։ Այսօր MedTime-ում մենք չենք խոսում վախերի մասին, մենք խոսում ենք գիտության, հույսի եւ կյանքի մասին։ Մեր հյուրն է բժիշկ, գիտնական, մի շարք միջազգային կառույցների ղեկավար Գևորգ Թամամյանը, ում հետ կխոսենք մանկական քաղցկեղի, կանխարգելման, Հայաստանի ձեռքբերումների եւ առաջիկա անելիքների մասին։ Դոկտոր Թամամյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սովորաբար միշտ սկսում եմ առաջին հարցից՝ ինչու բժշկություն, որտեղից սկսեց ճանապարհը դեպի բժշկություն եւ ձեր պարագայում նաեւ ինչու այդ ամենախոցելի ու պատասխանատու, մանկական ուռուցքաբանությունը։ Շնորհակալ եմ հրավերի համար, քնարիկ ջան։ Բժշկություն մանկուց ուզել եմ դառնալ բժիշկ, ինչքան ինձ հիշում եմ, եւ կարծում եմ, չէ, այդպես էր, որ եղբորս օրինակով ով վիրաբույժ էր եւ այդպես իր օրինակը շատ տպավորիչ է եղել իմ մոտ։ Հետագայում մանկական ուռուցքաբանությունը ընտրել եմ իմ ուսուցչի բժիշկ Դանելյանի օրինակով, որոշել եմ մանկաբուժությունը միշտ սիրել եմ, երեխաների հետ աշխատանք միշտ սիրել եմ եւ բայց սիրել եմ նաեւ եւ սիրում եմ այնպիսի աշխատանք, որը ավելի, այսպես ասած, հայերենում մի լավ բառ կա challenging, չէ, այսինքն որ դժվար լինի, որ ավելի այսպես այդ համանուն բառը դժվար եմ գտնում, բայց ավելի challenging մասնագիտություն լինի։ Սովորաբար, երբ որ մանկաբույժ են ասում, միշտ մեզ մոտ ինչ որ ավելի բաներ են, չէ՞, պայծառ, լուսավոր, աղմուկ, աղաղակ եւ այլն բան։ Մութ է։ Չէ, ոչ թե այդքան մութը, այլ այստեղ հաճախ ցավոք նաեւ լինում են կորուստներ։ Որպես բժիշկ, որպես գիտնական, որպես մարդ, ո՞նց եք աշխատում այդ կորստի զգացողության հետ։ Դե մանկական ուռուցքաբանությունը իրականում իրոք ամենածանր մասնագիտություններից մեկն է, բայց ուժ է տալիս այն, որ երեխաների մեծ մասը առողջանում են։ Այսինքն հաղթանակի սպասումը, հաղթանակի տեսիլը եւ այդ պայքարը շատ մեծ ուժ է տալիս։ Ինչ եք զգում, երբ որ տեսնում եք տարիներ անց այն պացիենտներին փոքրիկ, որոնց հետ այդ ճանապարհը անցել եք եւ հաղթահարել եք։ Մեծ ուրախություն։ Որ հաղթանակած է։ Դե իհարկե մեծ ուրախություն։ Կա ինչ-որ բան մանկական քաղցկեղի հետ կապված, որ այնուամենայնիվ մարդիկ չգիտեն, թյուր են ընկալում, թյուր են ըմբռնում, ինչ կա, որ մնացել է դեռ, հա։ Կարծում եմ ընդհանուր առմամբ վերջին տարիներին շատ ավելի ընդհանուր աշխարհի ամբողջ աշխարհում շատ էս նորագույն հաղորդակցման միջոցներ, տեխնոլոգիաներ, այդ ամեն ինչի արդյունքում շատ ավելի շատ է խոսվել եւ խոսվում եւ իրազեկվածության մակարդակը ավելի բարձր է, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ շատ կարեւոր է, որ անընդհատ շեշտադրվի, որ մանկական քաղցկեղը եւ ընդհանրապես քաղցկեղը դա դատավճիռ չէ եւ տվյալ պարագայում երբ խոսում ենք մանկական քաղցկեղի մասին, մենք հիմնականում ունենում ենք հաղթանակներ յուրաքություն մեզ մոտ 80% դեպքերում որոշ տեղեր կարող է ավելի շատ, ցավոք կան երկրներ կան եւ կամ իրադրություններ, որ շատ ավելի քիչ, բայց ամենայն դեպս նույն իրավիճակը չէ, ինչ 50 տարի առաջ։ Այ դուք արդեն նշեցիք, ուզում եի հասկանալ, որ որքանով է բուժելի մանկական քաղցկեղը այսօր եւ Հայաստանը աշխարհի այդ քարտեզում որտեղում է, որտեղ էինք, ուր ենք հասել եւ ուր դեռ պետք է գնանք։ Աշխարհի լավագույն կլինիկաներում ընդհանուր ապրելիությունը հասնում է, ես խոսում եմ առողջացման մասին, մոտ 85%։
Հայաստանը ենթադրում եմ, չէ, տվյալներն են այդպեսին 75-ից 80%-ի սահմաններում է, երբեմն ավելի շատ, այսինքն եթե այսպես ընդհանուր ձևակերպեմ, իմ կարծիքով եւ դա միայն իմ կարծիքը չէ, եւ դա հիմնված է նաեւ փաստերի վրա եւ հիմնված է նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից տրված բազմապիսի գնահատականների վրա, մանկական ուռուցքաբանությունը Հայաստանի ամենազարգացած, եթե ճյուղերից մեկն է, եթե ոչ ճյուղը բժշկության ես նկատի ունեի, եթե վերցնենք ընդհանուր աշխարհի մակարդակով, եթե համեմատականները անցկացնենք, ամենաարագ զարգացող, այսպես ասեմ։ Բավարար է նշել, թե մեր մասնագետները, բժիշկները, հոգեբանները, բուժքույրերը ինչպիսի տարբեր տարատեսակ ձեռքբերումներ ունեն եւ ինչպես են ներկայանում աշխարհի քարտեզին, օրինակ զուտ 3 հենց քննարկում ունեինք առողջապահական խոշորագույն դրսի կառույցներից մեկի հետ, որ մեր բժիշկները դիմել էին, որպեսզի երկու երկրի օգնեն մանկական ուռուցքաբանական ծառայությունների եւ կոնկրետ ուղղությունների զարգացման ուղղությամբ եւ եւս 3 երկիր են դիմել, որ միանան այդ նախաձեռնությանը։ Այսինքն սա Հայաստանի պես փոքր երկրի համար աննախադեպ է իմ կարծիքով։ Բայց սա չեմ ասում բնավ գլուխ գովալու կամ այսպես ասած ուղղակի ասելու համար, այլ ցույց տալով, թե ինչ առաջընթաց է ունեցել, մենք շատ ավելի մեծ, այսպես ասած, ամբիցիա ունենք։ Հայաստանը պետք է ունենա եւ ունի եւ մասնագետները եւ թիմը ունի այդ ամբիցիան, որ պիտի Հայաստանի այցեքարտերից մեկը դառնա եւ դառնում է այս ոլորտը։ Այսինքն արդեն կան երեխաներ տարբեր, արդեն տարիների ընթացքում կան երեխաներ տարբեր երկրներից, որ գալիս են Հայաստանում են բուժում ստանում, բայց դա պետք է դառնա ոչ թե հատուկենտ դեպքեր, այլ դա պիտի դառնա տենդենս եւ ամբողջ աշխարհից պիտի Հայաստանը լինի այն ուղղություններից մեկը, որտեղ կընտրեն ընտանիքները իրենց երեխաների բուժումը կազմակերպելու համար։ Իսկ ո՞րն է երեխայի կյանքի փրկության գործընթացում ամենակարևոր օղակը՝ վաղ ախտորոշումը, մեթոդները, համակարգը եւ նաեւ այդ բնագավառում մենք որտեղ ենք։ Բոլոր տեսակի քաղցկեղների դեպքում մենք արդեն հասել լավագույն մակարդակին, թե դեռ կա այդ անհրաժեշտությունը, որ երբեմն ասում են, թե լավ, այստեղ մասնագետ չկա, ախտորոշման հնարավորություն չկա, մենք երեխային տանենք արտերկիր։ Կամ ցանկացած պարագայում մեծերի դեպքերում էլ է դա լինում։ Այս համակարգում որտեղ ենք։ Չէ, բնական է ցավոք լինում են դեպքեր, որ իհարկե ցավոք, որ կարիք է լինում եւ ես չասեցի, որ մենք հասել ենք այն մաքսիմումին, որ հնարավոր է։ Դեռ կա շատ աշխատանք անելու եւ շատ զարգանալու, բայց կարող եմ նշել, որ անգամներով, բազմակի անգամներով քչացել է այդ կարիքը։ Եվ այդ կարիքը լինում է աշխարհի տարբեր երկրներում, ամենազարգացած երկրներում էլ։ Նույն Մասաչուսեթսից, որտեղ աշխարհի ամենահզոր հիվանդանոցներն են, կարող է կարիք լինի, որ գնան Թենեսի, Թենեսիից կարիք կարող է լինի, որ գնան Տեխաս կամ Տեխասից Կալիֆոռնիա, կամ հակառակը գան Ֆրանսիա կամ Գերմանիա եւ հակառակը, որտեղ տվյալ հետազոտությունը կամ տվյալ հետազոտական բուժումը կամ տվյալ նորարարական բուժումը այստեղ է հասանելի լինում։ Ցանկացած պարագայում կարևորագույնը համակարգերն են, որոնք հիմնված են մարդկանց վրա։ Իսկ մարդիկ ստեղծում են համակարգեր։ Եվ եթե մենք խոսում ենք ցանկացած ոլորտում իմ կարծիքում հաջողված փորձի մասին կամ հաջողված ոլորտի մասին, դա պետք է համակարգ գործի, որը որ կսկսվի վաղ ախտորոշումից, եթե խոսում ենք մանկական ուռուցքաբանության մասին։ Կարելի է խոսել չնայած գիտականորեն այդպես հայտնի կանխարգելման շատ մեթոդներ ցավոք չկա, բայց ընդհանուր առմամբ որպես բժիշկ թե որպես գիտակից մարդ կարող ենք նաև խոսել այո կանխարգելման այնպիսի միջոցների մասին, ինչպիսին օրինակ օդի աղտոտվածությունն է կամ ընդհանուր էկոլոգիան, սնունդը եւ այլն։ Այսինքն այդտեղից է սկսում համակարգը մինչեւ ախտորոշում, բուժում, խնամք եւ այլն, հետագա հսկողություն, այս ամեն ինչը դա համակարգ է։ Եվ ինչքան համակարգը ավելի հզոր է դառնում, զարգանում է, դա խոսում է տվյալ ոլորտի զարգացվածության մասին։ Մենք համակարգը արդեն
ունենք ձևավորած։ Ես կարծում եմ, այո, իհարկե։ Հաստատ կարող եմ ասել, որ այո, մանկական ուռուցքաբանության մենք բավական արագ զարգացող համակարգ ունենք։ Իսկ նպաստում է հայտնաբերելիության Միանշանակ տեմպերին։ Ես ձեզ կարող եմ ասել թվերի մեջ չեմ ուզենա սխալ անեմ, բայց կարող եմ ասել, օրինակ անցյալ տարի մեր բժշկուհիներից մեկը հրապարակեց դա այդ անալիզը, որ դիցուկ օրինակ անցյալ տարի միայն մի տարվա ընթացքում գլխի ուռուցքներով շատ ավելի անգամներով ավելի շատ, այսպես ասած, կարող եմ նույնիսկ 10 անգամ մեծ թվեր եմ ասում, որտեղ իրոք մեծ թվերի մասին էր խոսքը, քան ընդհանրենք 10 տարի առաջ էր Հայաստանում բուժվել։ Իսկ դրան ինչն է նաև նպաստում դեպս ռեգիստրում գրանցվել։ Ինչն է նպաստում նաև դրան, ծնողների զգոնությունը, ուշադրությունը։ Ամեն ինչն է նպաստում, բայց տվյալ պարագայում կարծում եմ կարևորագույն ֆակտորը, որ կոնկրետ ստեղծվեց մանկական նեյրոուռուցքաբանական այդ թիմը։ Որը որ կազմված է եւ մանկական ուռուցքաբանից, եւ վիրաբուժից, եւ ճառագայթաբաններից, եւ ճառագայթային ուռուցքաբաններից, պաթոլոգներից, բուժքույրերից, ամբողջ հոգեբաններից, այդ ամբողջ համակարգը ընթացքում կայացավ եւ կայանում է եւ որի արդյունքում ել ավելի շատ պացիենտներ են մնում տեսադաշտում եւ ախտորոշվում են Հայաստանում, մնում են Հայաստանում, այսպես ասեմ։ Իսկ կան ախտանշաններ, որոնք ծնողները երբեք չպետք է անտեսեն, որոնք օրինակ, չգիտեմ, կարող է մտածեն, որ դե աննկատ ինչ որ մի բան է կանցնի, բայց հետագայում պարզվում է, որ պահը բաց է թողնվել։ Ես կարծում եմ ցանկացած պարագայում, ցանկացած անհանգստացնող ախտանշանի պարագայում պետք է դիմել մանկաբույժին։ Այսինքն ծնողները պետք է միշտ զգոն լինեն, բայց չհասնի, չէ, պարանոյայի։ Չէ, պարանոյայի պետք չէ հասնել։ Ի ուրախություն պիտի ասեմ, որ մանկական քաղցկեղի հազվադեպ հիվանդություն է։ Եվ նաև պետք է ասեմ, որ մեր հետազոտությունները ցույց են տալիս, ընդհանուր անալիզը ցույց է տալիս, անալիտիկան, որ Հայաստանում ընդհանուր առմամբ համեմատած տարբեր զարգացած թե զարգացող երկրների հետ վաղ ախտորոշումը բավականին լավ վիճակում է գտնվում եւ սակայն սա չի թույլ տա որ մենք զգոնությունը կորցնենք եւ պետք է նշեմ որ հիմնականում ծնողները բավականին վաղ են դիմում այսինքն մենք երեխաներին ուշադրություն դարձնում են հիմնականում տպավորությունը ստա է գիտեմ որ աշխարհում իրականում նաեւ իմունոթերապիան է բավական զարգանում եւ շատ դեպքերում օգնում է հաղթահարել հիվանդությունը մանկական ուռուցքաբանությունում եւս դերակատարություն ունի թե ոչ եւ գիտեմ որ բացի բժշկական գործունեություն նաեւ գիտական գործունեություն է իրականացնում եւ մենք ունենք Immuno-Oncology Research ինստիտուտը, որը դուք ղեկավարում եք, ինչ ձեռքբերումներ ունեք եւ ինչքանով է նպաստում այն համակարգի կայացմանը, որը բերելու է ավելի լավ արդյունքների։ Իմունոուռուցքաբանությունը ոչ միայն իմ կարծիքով, այլ ընդհանրապես ներկայումս այդպես է, որ դիտարկվում է որպես ուռուցքաբանության, այսպես ասած, ապագան պարագայում եւ շատ կարեւոր դեր ունի։ Մանկական ուռուցքաբանության մեջ եւս տարբեր ուռուցքների պարագայում արդեն շատ գործուն, այսպես ասած, կիրառում ունի տվյալ օրինակ նեյրոբլաստոմաների պարագայում, լեյկեմիաների պարագայում եւ մեծ, այսպես ասած, առաջընթաց է գրանցել։ Բայց դեռևս շատ տեղ կա առաջ գնալու եւ համոզված եմ մոտակա տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց կլինի այդտեղ։ Ինչ վերաբերում է իմունոուռուցքաբանության հետազոտական ինստիտուտին, դա ստեղծվել է արդեն 4 տարի առաջ, կարծում եմ, այս տարի 4 տարին կլինի։ Նպատակը նա էր, որ Հայաստանը անմասն չմնա այս համաշխարհային զարգացումներից եւ ոչ միայն կլինիկական, այլ նաեւ գիտական առումով եւ բայց սակայն ոչ միայն այսպես ասած թեորետիկ գիտության մասին էր խոսքը, այլ խոսքը գնում էր պրակտիկ գիտության, այսինքն գիտական արդյունքները իմունոուռուցքաբանության ձեռքբերումները բերել Հայաստան, կլինիկական հետազոտությունները դարձնել հասանելի։ Պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում մի քանի բավականին մեծ աշխատանք արվել է եւ համենայն դեպս իմ կարծիքով թե մտածելակերպի փոփոխության, թե կադրերի պատրաստման, թե նոր կլինիկական հետազոտություններ սկսելու, թե այլ դա նպաստել է նաեւ այլ կլինիկական հետազոտությունների եւ
ընդհանուր առմամբ ինդուստրիայի Հայաստան գալուն ամենայն դեպս իմ կարծիքով բավականին աշխատանք արվել է եւ իմ տեսլականով նաեւ որ այն ել ավելի մեծ զարգացումների է բերելու եւ իմունաուռուցքաբանության այսպես խոշոր նպատակը այն է որ դա ոչ միայն սահմանափակվի Հայաստանով, այլ ընդհանուր աշխարհով, այո, եւ իր դերը ունենա, բայց եկեք աշխարհի մասով երբ որ ռեզուլտատները կլինեն այն ժամանակ խոսենք։ Եվ դուք նաեւ որպես SIOP Ասիա եւ Պոեմ կառույցներում, հա, ղեկավար պաշտոն ունեցող անձ, կասեք որտեղ է Հայաստանը այդ քարտեզում եւ ինչն է գուցե մեզ պակասում կամ դեռ անելիքները որտեղ են, որպեսզի մենք էլ ինտեգրվենք այդ համաշխարհային համակարգում եւ որքանով օրինակ նույն այդ կառույցների արկայությունը եւ մեր ներկայացվածությունը նպաստում նրան, որ մասնագիտության հանդեպ էլ հետաքրքրությունը չկորի, չնայած իր բոլոր դժվարություններին, հա, կարծես թե էմոցիոնալ ավելի շատ։ Վերջից սկսեմ, չեմ կարծում մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը կորել է, ընդհանրակը մենք խնդիր ունենք, որ մանկական ուռուցքաբանություն, արյունաբանություն արձինատորը ոքի չենք ընդունում աշխատում, մենք չընդունում, որտեղ տեղ չունենք այլևս։ Մասնագետները շատ են։ Սա ի տարբերություն գրեթե բոլոր երկրների, որտեղ որ մեծամասնություն երկրների, որտեղ որ հիմնականում չեն ուզում գնալ։ Հա, որովհետև կարծես թե էմոցիոնալ ավելի դժվար է, եթե նայենք ըստ պոպուլյացիայի Ամերիկայից ավելի շատ կա 100,000 բնակչի հաշվարկով մանկական ուռուցքաբանություն Հայաստանում, ուռուցքաբան Հայաստանում, քան Ամերիկայում է։ Ինչ վերաբերվում է ինտեգրվելուն, թե ձերը նշած երկու կազմակերպություններն էլ SIOP Asian դա մանկական ուռուցքաբանության միջազգային միության Ասիա աշխարհամասն է, որի ղեկավարելու պատիվը ունեմ, որ ընտրվել եմ, եւ կարծում եմ դա արդեն, որ եթե Հայաստանը Ասիա աշխարհամասը կարծում եմ փոքր չի, բայց չենք բավարարի դրանով։ Պետք է ասեմ, որ դա սա թիմի մեծ աշխատանքի արդյունք է եւ ինձ ավելի շատ ուրախացնում է մեր թիմի ձեռքբերումները, թե միջազգային միությունում օրինակ մեր մանկական ուռուցքաբանության բաժնի վարիչը Ռուզաննան ղեկավարում է երիտասարդների եւ պատանիների աշխատանքային խումբը նույն միջազգային միությունում եւ նաեւ նույն Պոեմ խմբի շրջանակներում, որը 28 երկիր է ներառում, 110 քաղաքների կենտրոն։ Առաջին խոշոր կլինիկական հետազոտությունն է ամբողջ տարածաշրջանում սկսել, որի ղեկավարը ինքն է։ Ռուզաննան Պապյան վերաբերվում է օստեոսարկոմաներին։ Ինքն է ղեկավարը եւ Սթենֆորդի համալսարանի բաժնի վարիչը։ Կարծում եմ, սա շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար։ Ամենայնպես ինձ այլ որոտ հայտնի չի, որ նման միջազգային խոշոր հետազոտություն ղեկավարվի Հայաստան, ոչ թե հայ մասնագետ, այլ Հայաստանի մասնագետի կողմից։ Մեկ այլ օրինակ նույն էլի մի քանի օրինակ մեր հոգեբանասոցիալական ծառայության ղեկավարը Ալիսան ղեկավարում է էլի մանկական ուռուցքաբանության միջազգային միության համանուն աշխատանքային խմբի համանախագահն է։ Այսինքն բավական կարծում եմ ակտիվ է թիմը եւ բավական մեծ ձեռքբերումներ կան, ինչը ինձ շատ է ուրախացնում համենայն դեպս մեր մասնագետների ձեռքբերումները, որոնք այսպես ասած գնալով ավելի ձնագնդին ավելի մեծանում է, ավելի տարածվում է եւ արդեն ամեն կոնգրեսին էլ թե բանավոր զեկույց, ինչը շատ մեծ ձեռքբերում է համարվում բանավոր զեկույցներ ունենալու, բազմաթիվ բանավոր զեկույցներ են լինում եւ հենց հայաստանցի հայ մասնագետների կողմից։ Չէի կարող չհարցնել նաև ձեր ղեկավարած շատ արագ զարգացող օնկոդեյլի մասին, հարթակ, որը կարծես թե հետաքրքրում է, ընթերցում են ոչ միայն ուռուցքաբանները, այլ հարակից մասնագետներ ամբողջ աշխարհից։ Ինչու՞մ է օնկոդեյլի գաղտնիքը եւ ինչու է կարեւոր, որ բժշկական տեղեկատվությունը լինի արագ, վստահելի եւ հասանելի։ Որտեղից ստեղծվեց։ Օնկոդեյլին ստեղծել ենք 2 տարի առաջ։ Երբ որ ստեղծում ենք, գաղափար չունենք, որ դա կդառնա աշխարհի ամենամեծ եւ թիվ 1 ուռուցքաբանության նորությունների հարթակը եւ ամենաարագ աճող community-ն։ Ինքը այսօր միավորում է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում այդ հարթակը
եւ ամբողջ աշխարհի այսպես ասեմ ուռուցքաբանության համար ամենօրյա նորությունները ստանալու հարթակն է համարվում եւ մեր միջոցառումներն էլ ներկայումս կարծում եմ էլի շատ լուրջ դերակատարում ունեն աշխարհում տարբեր ուղղություններով ուռուցքաբանության անցյալ տարի նաեւ ձեռք բերեցինք այսինքն դարձավ այդ օնկոդելի ընտանիքի մաս եվրոպական ամենահին եւ ամենախոշոր ամսագիրը Cancer World-ը, որի շապիկին հայտնվելը նույն Նոբելյան մրցանակ, տարբեր մրցանակակիրների կամ տարբեր խոշորագույն գիտնականների ու բժիշկների համար միշտ մեծ պատիվ է եղել։ Այսինքն շատ մեծանում է եւ համոզված եմ, որ մոտակա տարիներին սա բերելու է ինքը միայն սկսվել է ուռուցքաբանությունից, բայց տարածվում է նաև այլ բժշկության ոլորտների մեջ եւ այսպես ասեմ մեր տեսլականը նա է, որ այն դառնալու է բժշկագիտության ամենահզոր հարթակը։ Իր առաքելությունը այն է ավելի դեմոկրատիզացնել ոլորտը, մեդիա նորությունների ոլորտը 2 տարվա ընթացքում 10,000-ից ավել մարդ է, այսպես ասած, մարդու մասին կամ մասնագետի կամ տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց մասին է գրվել հարթակում։ Այսինքն ինքը շատ մեծ հարթակ է դարձել։ Ինչու՞մ է Գևորգ Թամամյանի հաջողության վանաձևը։ Հարց եք տալիս, որ ես եմ սիրում տալ ուրիշներին։ Ինչպես հաջողել, ինչպես չհանձնվել եւ առաջ գնալ։ Ենթադրում եմ չհանձնվելու։ Հաջողության մեջ շատ գործոններ կան, բայց ենթադրում եմ չհանձնվելը։ Միայն չհանձնվելը բավարար է։ Միայն չեմ ասի, բայց որ այդ բառը նշեցիք, տարբեր գործոններ կան։ Կարծում եմ երազելը, երազի հետևից գնալը, չհանձնվելը, մեծ երազելը, չհամարելը, որ հայը դա, չգիտեմ, 4-րդ սորտի սորտ հայերեն ոնց կլիներ։ Հենց սորբետի կարգի ժողովուրդ է, այսինքն չգերագնահատելը եւ չթերագնահատելը։ Չմտածելը, որ եթե մենք Հայաստանից ենք կամ Հայաստանում ենք, ուրեմն ինչ որ բանով զիջում ենք որևէ մեկին, որևէ մի ազգի։ Դաստիարակությունը, ընտանիքը, շրջապատը, կրթությունը, չգիտեմ, շատ տարբեր գործոններ կան, բայց եթե մեկը նշեինք, կարծում եմ չհանձնվել է։ Ինչ ուղերձ կամ ինչ կասեք այն ծնողներին, ովքեր առաջին անգամ բախվում են քաղցկեղբարի հետ։ Կարծում եմ, որ կրկին չհանձնվելն է, բայց որպես մասնագետ, ով երկար տարիներ աշխատում է, առաջին ուղերձը ինչ պետք է լինի։ Պայքարել է։ Մի հատ նկար կա, միշտ այդ նկարը ցանկացած պարագայում, ոչ միայն քաղցկեղի պարագայում, շատ տես տիպիկ նկար է, անգլերենով է, որ ասում է Snoopy-ն է եւ երեխան են նստած, ասում է one day all of us will die, այնտեղ մյուսի պատասխանը ասում է every other day we will live։ Այսինքն ինչ որ մի օր բոլորս մահանալու ենք։ Բայց ամեն օր ապրում ենք մինչև դա։ Պայքարել է։ Եվ երևի սիրել կյանքը, որի համար է պայքարել։ Այո, ամեն օր ապրել, ամեն օր այնպես ինչպես կապրեինք վերջին օրը, բայց այս չանել որպես ասելու համար, այլ իրոք փորձել ապրել դա, գնահատել այդ տրվածը եւ սիրել կյանքը, սիրել ընդհանրապես։ Սիրել շրջապատը, հարազատներիդ, ընտանիքդ, ընկերներիդ, սիրելով ապրել, որովհետեւ աշխարհում այնքան նեգատիվ կա, այնքան չարը կա, այնքան սևը կա, որ եթե բայց դրա զուգահեռ կա բարին, կա լավը, կա լուսավորը։ Ամեն մարդ ինքն պիտի անի իր ընտրությունը եւ կարծում եմ միանշանակ դեպի լուսավորը, դեպի բարին, դեպի սերը այդ ուղղությունը միանշանակ հաղթանակի ճանապարհն է։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Եթե ոչ բժիշկ, ապա հավանաբար ինչ որ արվեստի ոլորտներից, չգիտեմ, որ երաժշտություն շատ եմ սիրում, բայց տաղանդ չունեմ։ Նկարել սիրում եմ, բայց ենթադրում եմ էդ էլ չունեմ։ Գրել երևի, չգիտեմ, գրող։
Okay։ Կամ չգիտեմ։ Մի երեխայի պատմություն, որը ձեր աշխարհայացքը փոխել է։ Շատ կան, այդպես ամեն երեխայի հետ մնացել է եւ կան հուշեր եւ որոնք թանկ են յուրաքանչյուրի հետ։ Ամենաանսպասելի ախտորոշման կամ գուցե բուժման մեթոդը, որը երբևէ առաջարկել է պացիենտը։ Դե տենց կլինեն տարբեր։ Որ տենց հիշրել եք, ավելի շատ երևի տենց զավեշտալի ինչ-որ բաներ չի եղել, որ առաջարկեն։ Չէ, այդպես որ տենց Կարծում եմ, որ երևի երեխաներն դրա համար տենց երևակայությունը շատ չի լինում, որովհետև մեծահասակները սովորաբար չէ, երեխաների երևակայությունը, չէ, այդպես ծիսերաբուժությամբ չեն զբաղվում երեխաները ամեն դեպքում։ Արտահայտություն, որը հաճախ է գործածում աշխատանքի ընթացքում։ Երևի պիտի կոլեգաներից հարցնեք, հավանաբար լավ կլինի։ Եթե բժշկության մեջ կախարդական փայտիկ ունենայիք, ինչը կփոխեիք անմիջապես։ Բժշկության մեջ կախարդական փայտիկ։ Դե կուզեի, որ չհիվանդանային մարդիկ։ Մի մեթոդ կամ սարք, որ կուզենաք ամեն հիվանդանոցում լինի։ Չէ, այդպես մեկը չէ։ Կուզեի, որ ընդհանրապես աշխարհում ամենամեծ խնդիրը, որ կա այդ բևեռացվածությունը, այսինքն մենք ունենք, տեսեք, մենք խոսում ենք, օրինակ Բոստոնի մանկական հիվանդանոցում 85%, 90% կարող է հասնել եւ Կամբոջայում լինի 0% կամ 5%։ Սա այդ մանավանդ առողջապահության մեջ անարդարությունը, այս բևեռացվածությունը ամենամեծ իմ կարծիքով խնդիրներից է աշխարհում, ամենամեծ խնդիրներից։ Այսինքն որ բևեռացվածությունը մինիմումի խնդիրը ինչ որ սարքը կամ մեթոդը չի։ Խնդիրը որ համընդհանուր այդ հասանելիությունը լինի, ընդհանուր հասանելիությունը բժշկությանը, առողջապահությանը, որովհետև բժշկության պրոգրեսը այնպես արագ է եւ այնպիսի բաներ են հասանելի, ուղղակի պետք է դա իրոք հասանելի լինի։ Հակառակ պարագայում, եթե ինչ որ մի երկրում կա դեղամիջոց կամ մեթոդ, որը որ պացիենտին հասանելի չէ, ում է պետք է հայտնագործությունը։ Բժշկությունը չպետք է լինի շռայլություն։ Անգլերեն բառը luxury, չպետք է ինքը luxury լինի։ Ինքը հագուստ չի, ինքը կոշիկ չի, ինքը մեքենա չի։ Բժշկությունը դա անհրաժեշտություն է եւ ընդհանրապես աշխարհը պետք է այդ ուղղությամբ շարժվի։ Եվ այստեղ միջազգային կազմակերպությունների դերը, աշխարհի խոշոր խաղացողների դերը շատ մեծ է, պետությունները պետք է այդ ուղղությամբ նայեն։ Ձեր սիրելի գիրքը եւ ֆիլմը բժշկական թեմայով։ Բժշկական թեմայով ենթադրում եմ ամենասիրածս ֆիլմը բժշկական թեմայով Patch Adams-ը, այդ որ Ռոբին Ուիլյամսն էր խաղում, հրաշալի ֆիլմ է, բայց էլի կան շատ, վերջերս նայեցի, վերջերս էր հանվել Օդրի երեխաները, Audrey's Children, ոնց որ այդպես էր ֆիլմի անունը, մանկական ուռուցքաբանությանը վերաբերվում անցյալ տարվա ֆիլմ է, որ վերաբերվում է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում մանկական ուռուցքաբանության բաժնի վարիչին, էլի հիանալի ֆիլմ է, շատ կան նման բան։ Իսկ գիրք բժշկության մեջ հենց բժշկությանը վերաբերվող կնշեմ օրինակ իմ սեղանի գրքերից մեկը, որ պարտադիր միշտ որպես հիանալի գիրք է, որ պատմում է World Class է կոչվում, որ պատմում է Նյու Յորքի Լանգուն այդ Langun Health այդ կառույցի համալսարանի հիվանդանոցների ղեկավարի այդ պատմությունը եւ զարգացման այդ ճանապարհը ոնց է անցել։ Հիանալի գիրք է Պոլ Կալանացի When the breeze becomes air երբ շունչը օդ է դառնում, բավական այսպես տրագիկ գիրք է, բայց շատ լավն է։ Սիդհաթրա Մուխարաջի Biology of Cancer Կացկեղի կենսագրությունը Biography of Cancer կարծեմ Emperor of all maladies բոլոր հիվանդությունների այսպես ասած Emperor կայսրը կամ չգիտեմ իմպերատորը երևի թարգմանությունը այդպես կլիներ շատ կան
Եվ ամենաանսովոր բանը, որ միշտ ձեզ հետ է։ Չէ, դու ինչ-որ անսովոր բաներ մոտս չեմ պահում։ Չունեմ։ Շնորհակալ եմ։ Միտքը կարծում եմ։ Շնորհակալ եմ մեր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։ Այսօրվա MedTime-ի համար նախատեսել էինք այսքանը։